Ալո։ Մամ ջան, ես եմ։ Մամ։ Արև։ Բալես, Արև ջան։ Արևի կսաղջիկս, ուր ես, ձայն հանի։ Մամ ջան, ոնց ես։ Ես լավ եմ, Բալես, լավ եմ, դու ոնց ես, դու ուր ես։ Մամ ջան, ես հիմա չեմ կարող երկար խոսել, զանգել եմ քեզ ասեմ, որ իմ համար չանհանգստանաս, իմ հետ ամեն ինչ նորմալ է։ Դու մնա հիվանդանոցում, բուժմանդ կուրսը մինչև վերջ անցի, մինչև ես գամ, մի անհանգստացի, մի լարվի, իմ հետ ամեն ինչ լավ է, լսում ես, մամ։ Արև ջան, Բալես, խնդրում եմ քեզ, տուն արի, լսի ինձ, լսում ես, ոչ մի բան չի եղել, ոչ մի բան, դու տուն արի, Արև։ Մամ, ես հիմա չեմ կարող։ Արև ջան, Արև, Բալես, լսիր, տես ինչ եմ ասում, լսիր, Արև ջան, աղջիկ ջան, տուն արի, Բալես, իմացի, ոչ մի բան չի եղել, դու տուն արի։ Մամ ջան, ես հիմա չեմ կարող գալ, դու մի անհանգստացի, ամեն ինչ լավ է, դու կարևորը քեզ լավ նայի։ Արև ջան, խնդրում եմ, չկախես հեռախոսը, Արև ջան, տուն արի, Բալես։ Ես էլ չեմ կարող խոսել, մամ, ես պիտի գնամ, գրկում եմ քեզ, մամ, մի անհանգստացի, ես քեզ շատ եմ սիրում, մի անհանգստացի, մամ։ Բալես, ջանջատես, խնդրում եմ, լսի ինձ, լսի։ Ես քեզ հետո կզանգեմ, մամ ջան, ես քեզ անպայման կզանգեմ, մամ։ Արև ջան, լսի, ոչ մեկը չի մահացել։ Արև։ Ես ձեզ շատ չեմ զբաղեցնում, ընդհանուր մի քանի հարց։ Նախ ես ուզում եմ ձեզնից ներողություն խնդրել իմ այն օրվա պահվածքի համար։ Ես հեռախոսով մի քիչ կոպիտ խոսեցի ձեզ հետ։ Ուղղակի այդ ժամանակ շատ նյարդային էի, Գևորգից լուրջ չկար ու ես տեղից չէի գտնում։ Ես ձեզ հասկանում եմ, ամեն ինչ նորմալ է։ Ես չեմ կասկածում, որ դուք ձեր գործը լավ եք անում։ Ուղղակի ուզում եմ, որ ամեն ինչ ավելի արագ բացահայտվի, որ մեղավորները ավելի շուտ պատժվեն։ Որպեսզի լինի ձեր ասածը, նախ Գևորգը պիտի ցույցմունք տա։ Նա պիտի խոսի, որ պատմի, թե իրականում ինչ է եղել։ Գևորգի վիճակը հիմա շատ ծանր է։ Նա չի կարող հիմա ձեր հարցերին պատասխանել։ Դրա համար էլ ցանկացա ձեզ հետ խոսել։ Գուցե ինչ-որ մի բան դուք գիտեք, կամ ինչ-որ մի բան ճշտել եք նրա հետ, կամ ինչ-որ անուն է տվել, որ մեզ կօգնի բացահայտել գործը։ Ես Գևորգի հետ կատարվածի մասին չեմ խոսել։ Ընդհանրապես։ Երբ ես մտա Գևորգի մոտ, իրեն արդեն վատ էր զգում։ Եվ չուզեցի ավելորդ հարցեր տալ ու ավելի վատացնել նրա վիճակը։ Իսկ Արևիկը, դուք շարունակում եք պնդել, որ նա ինչ-որ կապ ունի այս ամեն ինչի հետ։ Ես հաստատ ոչինչ չգիտեմ։ Այսինքն չեք էլ մեղադրում Արևիկին։ Ես ինքս էլ չեմ հասկանում ինչա կատարվում ու չեմ ուզի սխալ ենթադրություններ անել։ Այն ժամանակ խառը վիճակում ես գուցե սխալ բառ եմ ասել կամ սխալ անուն եմ տվել, գուցե շտապել եմ։ Պարզ է։ Կարևորը Գևորգին գտել են։
ու ճիշտ կլինի, որ սպասեք մինչև Գևորգը դուրս գա այս ծանր վիճակից եւ ինքը անձամբ հասի, ովքեր են եղել ու ինչ ա եղել։ Եղավ։ Կանասնի բանապես չվատում ես։ Ես չեմ ուզում, որ դու քեզ վատ զգաս։ Ինչ ես անում։ Ձեռս առնումից։ Կարող է գիտես կենթանի եմ փակել ես վանդակում կերակրում ես։ Հանգստացի։ Ես հենց հիմա գնում եմ ստեղից։ Ես էլ ոչ մի վայրկյան ստեղ չեմ մնա։ Ինձ լսի։ Չեմ ուզում լսել։ Հերիքա ինչքան լսեցի։ Եթե ես մարդ եմ սպանել, ուրեմն պիտի պատասխան տամ։ Ինձ չի հետաքրքրում ինչ կխոսեն իմ մասին, ինձ չի հետաքրքրում կսպանեն թե կձերբակալեն։ Ես էլ չեմ պատրաստվում վախի մեջ ապրել։ Դու ինձ էլ այստեղ ուժով չես պահի, հասկացար։ Չփորձես ինձ համոզել։ Ես գնում եմ։ Ես հենց հիմա գնում եմ։ Բաց դուռը։ Բաց դուռը։ Ինչ ես անում ստեղ։ Ինչ կորած։ Հիմա էլ Գևորգին ես Արևիկի մասին ինֆորմացիա բերել։ Դու շիզոֆրենիկ ես, ինչ չես գնում հուժվես։ Ես չեմ հասկանում, հիմա դու նրանց օգնում ես, հա? Օգնում ես, որ միանան ու միասին լինեն։ Դա քեզ չի վերաբերվում։ Եթե ինչ-որ բան գիտես Արևիկի մասին, ես քեզ խնդրում եմ, Լուսի, մի ասա Գևի։ Դա արդեն կա չի։ Ես քեզ խնդրում եմ, եթե չես օգնում, գոնե մի էլ խանգարի, մի կամ մի ճանապարհից։ Ձյանն ավելի լավ է դու գնաս այն երեխեքին տեր կանգնես, Արևիկի տանն է։ Նրանք ամենաշատը քո կարիքը ունեն։ Դու որտեղից գիտես, որ Արևիկի տանն է։ Ես էի գնացել Արևիկի տուն, ու տեսա երեխեքը այնտեղ են։ Աղբերդ էլ ջերմություն ուներ։ Մի կերպ կարողացել եմ մի բան անեմ, որ դզվի այդ երեխան։ Գոնե կյանքում մի անգամ մարդ եղի ու գնա տիրություն արի այդ երեխան։ Քո ի՞նչ է կատարվում, հա։ Ինչ գնում ես այդ երեխեքին դայակություն ես անում։ Ես հիմա չեմ կարող գնալ, գոնե դու գնա։ Ես հիմա միայն իմ ընտանիքի մասին եմ մտածում եւ ուրիշ ոչ ոքի համար ժամանակ չունեմ։ Ես զարմանում եմ, այդ ինչ նոր զգացողություններ են մոտդ զարթնել։ Դու դա չես հասկանա, որովհետեւ այսինքն պիտի երեխա ունենաս, որ հասկանաս։ Լուսի, Բարև ես։ բարև աղջիկս։ Ինչպես եք։ Չգիտեմ, ես իմ մասին չեմ կարող մտածել։ Լրիվ ինձ կորցրել եմ։ Նոր բժշկի մոտից եմ գալիս։ Ինչ ասեց։ Ոչ մի լավ բան։ Այսինքն Վիրահատությունը լավ է անցել։ Կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամենայն հավանականությամբ երկրորդ անգամ վիրահատեն։ Այսինքն, եթե ասում եք լավ է անցել վիրահատությունը, ինչ կարիք կա երկրորդ անգամ վիրահատելու։ Չգիտեմ, դրա անհրաժեշտության մասին բժիշկը խոսում էր, բացատրում էր, բայց ես այնքան էի ինձ կորցրել, որ ոչինչ չհասկացա ու չլսեցի։ Դե նորմալ է, մայրեք, ես չեմ պատկերացնում, եթե ինձ հետ լիներ, ես ինչ կանեի, ինչ կկատարվեր։ Բոլորը ասում են, որ հանգիստ լինեն, վիրահատությունը լավ է անցել, բայց ես միևնույն է ինձ կորցրել եմ։ Ես ուզում եմ, որ իմ տղան լիարժեք մարդ դուրս գա հիվանդանոցից։ Ես չեմ ուզում, որ հենակների վրա շրջի, որ հաշմանդամ դառնա։ Այ Աստված ճանաչի, Սոֆի։ Չգիտեմ, Լուսի, չգիտեմ։ Իսկ թույլ տալիս են տեսակցելու։ Ոչ թույլ չեն տալիս ներս մտնել, նույնիսկ ինձ։ Պարզ եմ։ Գևորգն է քեզ կանչել։ Չէ, ես ուղղակի Ուզում ես Արևիկի մասին խոսել։ Լուսի, ես խնդրում եմ քեզ, Արևիկի մասին ոչ մի բառ Գևորգին։
Ես իհարկե ցավում եմ, վատ բան է կատարվել։ Մեղքս տալիս է այդ աղջիկը, բայց խնդրում եմ քեզ։ Մի սրի Գևորգի վիճակը։ Արևիկի մասին ոչինչ չասես։ Ես քեզ որպես մայր եմ խնդրում։ Ոնց ես։ Քոնս տանում եմ։ Երևի էլի ջերմություն ունես։ Քուրիկ, նալչիկը էլի կգա, որ ինձ դեր տվել։ Չգիտեմ Արման, բայց ասես, որ էլի կգա։ Բարալով, տենց են ասում, բայց չեմ գալիս։ Ես գիտեմ, վերջում էլի մեզ մանկատուն են տանելու։ Չէ Արման, ոչ մեկ մեզ մանկատուն չի տանի։ Դուրը փակած է ու մեր տեղը ոչ մեկ չգիտի։ Բոլորը մեր կողքին են, ու եթե ինչ-որ բան լինի, ես կզանգեմ Լյուսիին, ինքը անպայման կգա։ Հիմա Արևիկն էլ լավ չի, Գևորգը հիվանդանոցում է պառկած։ Պետք է իրանց էլ հասկանանք։ Լավ կնի, կգամ ես տանի մամայի մոտ։ Չգիտեմ Արման, մի քիչ համբերի էլի։ Դուստդ նստի, ես տեսնեմ ով է։ Չգնաս, ուրեք չգնաս։ Արման դուստեղ հանգիստ նստի։ Չեմ խմի հանգստացի։ Չեմ ուզում բանալիները դու ես գնում եմ։ Կտամ խմի։ Չեմ ուզում։ Վերջ Տիգրան, ամեն ինչ վերջացավ։ Դու չես հասկանում, որ ես քեզ չեմ հավատում։ Ես նույնիսկ չեմ հավատում, որ դու մամայիս մոտ էիր գնացել։ Այս պահից սկսած ես եմ պատասխանատու իմ արարքների համար։ Լավ, հիմա մեքենա կկանչեմ, կգա կտանի քեզ։ Դու մեքենայով չէիր։ Փչացավ թողացի ճանապարհին։ Խափում ես։ Դու զգում ես, որ ամեն վարքան սուտ ես խոսում։ Քո մոտ արդեն հիվանդություն է։ Հավատա ինձ։ Կտեսնես, որ քեզ չեմ խափում։ Հիմա կգամ։ Ալես, միատեցան իպիան կամիզան, խնդրում եմ բանջավկ։ Տիկին կտան է, չեք վերկացել, պարկեք, շուտ։ Չեմ ուզում, ես իմ Արևիկին եմ ուզում, չեմ ուզում։ Ախր տիկին Գայան է, ձեզ հուզվել չի կարելի, ես վստահ եմ Արևը կամ զանգելու է, կամ շուտով գալու է, բայց որ կա ձեզ այս վիճակում տեսնի ավելի ընկճվելու է։ Զետա, Արևիկը զանգել էր։ Երբ։ Քիչ առաջ։ Բա ինչ ասեց, որտեղ է։ Ասեց, որ լավ է, որ իր մասին չմտածեմ, որ ես ինձ հանգիստ պահեմ, որ ոչ մեկին էլ չասեմ, որ զանգել է։ Բայց ինչ համարով է զանգել, պահպանվել է համարը, տիկին Գայան է։ Գասեց, որ եթե պետք լինի, նորից կզանգի, կգա։ Ուրիշ ինչ ասեց։ Բան չասեց։ Երեխես վտանգի մեջ է։ Իսկ ես ինչ։
Շարժ բարկած ոչ մի բանով չեմ կարողանում երեխուս օգնեմ Ես ինջագոն է առողջ լինեի, ոտքի լինեի Իմանայի մի բանով կարողանայի օգնել երեխուս ախրս ես ոնց կրնի Աղթեր Աստված, պետք իմ աղջկան Իմ երեխու կողք է եղի, Տեր Աստված Աստված իմների ինձ Ես մարդ եմ սպանել Ես ահավոր մեղք եմ գործել Ես երեխաներ եմ որբ թողել Կին եմ դժբախտացրել Չգիտեմ ոնց եմ ապրելու ես քանից հետ Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն Եթե նույնիսկ ինձ պատժեն Դա ոչ ինձ համար սփոփանք կլինի, ոչ էլ այդ ընտանիքի Հետ մարդ էլ չկա Հետ մեղքը ամբողջ կյանքում ինձ հանգիստ չի տալու Խնդրում եմ ների ինձ Խնդրում եմ ների Ուժ տուր ինձ, խնդրում եմ քեզ, ուժ տուր Ուժ տուր, որ կարողանամ շարունակել ապրել Հանուն մամայիս ես պիտի ապրեմ Ուժ տուր ինձ, խնդրում եմ, ուժ տուր Խնդրում եմ քեզ Աստված իմ ուժ տուր Գե Ես քեզ էլ սպանեցի գե Ուզում ես գնամ Ուզում եմ գնաս Գնամ 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 Ինձ չես սիրում, չէ՞։ Չեմ սիրում քեզ։ Ու երբեք էլ չես սիրել։ Գոնե դու ապրիր, կե։ Գոնե դու ապրիր։ Արև ջան, արևիկ, Արև, բալես ուր ես, որտեղ մանգամ քեզ, արև, բալես, արև, բալես, Մամ, արևիկ, արև, բալես, արև ինձ մենակ մի թող, ես չեմ կարող առանց քեզ, բալես, Մամ, օգնի ինձ խնդրում եմ, մամ, ինձ մենակ մի թող, մամ, արև, ուր ես բալես, արև, ես գալիս եմ, ես քեզ մենակ չեմ թողի, բալես, ես քեզ չեմ թողի մենակ, իմ աղջիկ, իմ արևիկ, իմ բալա, արևիկ,
ձերքդ տուր, բալես, ձերքդ տուր։ Մամ, ինձ մենակ մի թող, մամ։ Արև, բալես, արև։ Ուր ես գնում, մի գնա, բալես, արև, արև։ Տիկին Գայանե, Արթնացեք, տիկին Գայանե, արթնացեք։ Արևս, Հանգիստ պահեք, ամեն ինչ նորմալ է։ Պահեք, Արևս, հանգիստ։ Ես հիմա ձեզ կներարկեմ, կհանգստանաք, պահեք։ Ես չեմ ուզում ոչ մի ներարկ, չեմ ուզում, իմ արևը վտանգի տակ է, վտանգի մեջ է, ես չեմ կարողանում օգնել իմ երեխուն։ Հանգիստ, տիկին Գայանե, հիմա կհանգստանաք։ Ես երևի պիտի հիվանդանոցում ունեի։ Չնայած Գևորգը առանձնապես ոգևորված չի իմ ներկայությունից, բայց այդպես գոնե ավելի հանգիստ կլինեի։ Խոսեցիք բժշկի հետ։ Ինչ ասեց։ Լավագույն դեպքում միայն մի ամսից հետո կկարողանա լիարժեք քայլել։ Պետք է աղոթել, որ երկրորդ վիրահատության կարիքը չլինի։ Ես էլ քննիչի հետ խոսեցի, ասեց ամեն ինչ այնպես ավ, ինչպես պայմանավորվել ենք։ Մենք կարող ենք հանգիստ լինել։ Բայց ուզում եմ իմանաք, որ ես իմ կարծիքը չեմ փոխել։ Դիանա, դա միայն քո կարծիքն է, եւ պետք չէ այն պարտադրել ուրիշներին։ Տիկին Սոֆի, եկեք լուրջ խոսենք ու ամեն մի մանրուք քննարկենք։ Կտեսնեք, որ ես ճիշտ եմ։ Պետք չէ, Դիանա։ Ես չեմ առաջնորդվում միայն իմ կապրիզներով։ Ամեն ինչ տանում է նրան, որ Արևիկը կապ ունի այդ պատմության հետ, այդ հեռախոսազանգը, մեքենայի լինելը շենքի մոտ։ Ամեն ինչ տանում է դրան, որ այդ աղջիկը կապ ունի։ Ես խնդրում եմ ձեզ, մի առաջնորդվեք միայն էմոցիաներով, մի քիչ սթափ դատեք։ Հա, չեմ խաբի։ Սկզբում ես ուզում էի օգտվել ստեղծված իրավիճակից, որպեսզի ավելի նեղացնեի Արևիկին։ Բայց հետո երբ Գևորգը գիտակցության եկավ ու միայն Արևիկի անունն էր տալիս, ամեն ինչ հաստատվեց։ Նա միայն Արևիկի անունն էր տալիս, ես վստահ եմ, որ Արևիկը կապ ունի այդ պատմության հետ։ Եթե իրոք այդպես է, ես կխոսեմ Արևիկի հետ։ Եվ մեր խոսակցությունը շատ դժան կլինի։ Ես վստահ եմ, Տիկին Սոֆի, վստահ եմ իմ ասածների մեջ։ Երևի Գևորգը այս անգամ էլ է փորձել ինչ-որ հերոսություն անել ու փրկել այդ հիմարին։ Որովհետև կրկնում եմ, միայն Արևիկի անունն էր տալիս։ Երբ գիտակցության եկավ, Արևիկի անունն էր տալիս ու փնտրում էր նրան։
Եկար։ Դու որ գնացիր են մեքենան եկավ։ Ես նստեցի այդ մեքենան, հետո գնացի եւ եկավ։ Ես գնացի եւ եկավ։ Կներես ինձ արև, ես ուրիշ տարբերակ չունեի, ես չեմ կարա թողնեմ, որ դու ստեղից դուրս գաս, որովհետև կկործնեմ քեզ, դու պետք ես ինձ շատ ես պետք, առանց քեզ ես ոչ մի բան եմ, դու փրկել ես ինձ, դու սովորացրել ես քեզ ինձ քո ներկայությունը, ուրեմն պարտավոր ես կողքիս լինել մինչև վերջ, պարտավոր ես կողքիս լինել մինչև վերջ։ Դուրս եք գալիս։ Հա, հիվանդանոցում եմ։ Մենակ։ Ինչպես տեսնում ես։ Գևնա կանչել։ Ոչ ջանը, Գևորգը չի կանչել։ Տղաս ուժեղ ցավազրկողների ազդեցության տակ է։ Եվ ես չեմ կարող հանգիստ տանը նստել այն ժամանակ, երբ տղաս հիվանդանոցում պառկած է։ Ես ամեն վայրկյան պետք է կողքին լինեմ։ Ուզում եք ես գնամ։ Դուք մնացեք տանը հանգստացեք։ Ես դες հիվանդանոցից կզանգեմ, կասեմ Գևորգի վիճակի մասին։ Ոչ հարկավոր չէ, ես ինքս։ Ձեզ չեմ հասկանում, Տիկին Սոֆի։ Ինչ է պատահել։ Դուք ասում եք, որ ուզում եք ինձ Գևորգի կողքին տեսնել, բայց ամեն ինչ անում եք, որ նրանից հեռու մնամ։ Չեմ կարծում, որ այս խոսակցությունը տեղին է։ Ես ուզում եմ հասկանալ ով եմ ձեզ համար։ Ով եմ ես այս տանը։ Եթե անընդհատ իմ բերանը փակում եք եւ թույլ չեք տալիս, որ իմ կարծիքն ունենա։ Թե ով ես դու այս տանը եւ ինչպես եմ ես քեզ վերաբերվում, ես արդեն ապացուցել եմ գործով։ Հետևությունները դու ինքդ արա։ Ի տարբերություն քեզ ես հիմա չեմ կարող մտածել ուրիշ մանրուքների մասին։ Ես հիմա մտածում եմ միայն իմ տղայի մասին։ Հանգիստ բարկեք։ Ախր ես ձեզ ասել էի, չէ՞ որ վեր չկենամ։ Չեմ ուզում բարկեմ, ուզում եմ գնամ արև։ Հանգիստ առանց ավելող չարժումների բարկեք։ Ամեն ինչ լավ կգնա։ Բարկեմ, հանգիստ բարկեք։ Ես հիմա շուտ ձեզ համար տեղ կբերեմ։ Ես գիտեմ, որ դու կգաս գել։
Ես գիտեի։ Հանգիստ արև, հանգիստ։ Ես ուր եմ ես։ Ես ինչ է կատարվում։ Ես քեզ հետ եմ ոչ մի բանից մի վախեցի։ Ժամը քանիսն է։ Արդեն շատ ուշ է։ Դու քնած էիր, չուզեցի արթնացնել։ Չի ակլուխը սենց ցավում։ Հաշ չես կերետ դրանից։ Բա մեքենան։ Ուր է մեքենան։ Դու ինձ խոստացար, որ մեքենան կգա ինձ կտանի, ուր է մեքենան։ Ընկերներս շատ զբաղված էին, չկարողացա գտնել մեքենա։ Ամեն շատ մեծ ռիսկ կլներ ուրիշ մեքենա ճարելը։ Ինձ էլ եմ փնտրում արև։ Հիմա լսի, թե ես քեզ ինչ եմ ասում։ Ինձ չի հետաքրքրում քեզ ով է փնտրում։ Մարդ է սպանել, պիտի պատասխան տաս։ Հանգստացի։ Ուզում ես կաշիդ փրկես։ Ուզում ես կաշիդ փրկես։ Գևի մահակո վրա շատ ծանր անստելու հետ ես եմ քեզ խոսք տալիս։ Ես չեմ սպանել Գևորգին։ Դու ես սպանել։ Դու ես սպանել ու ես առանց գիտակցելու օգնել եմ քեզ։ Արև հանգստացի։ Երկուսս էլ հանցագործ ենք։ Երկուսս էլ պատասխան պիտի տանք մեր արածի համար։ Ես հենց հիմա գնում եմ։ Հենց հիմա մեքենա կանչի, թեկուզ տաքսի, ես գնում եմ։ Դու ինչ ես հասկանում։ Դու ինձ չես լսում, ինչի ես տենց նայում, ասում եմ մեքենա կանչի, գնում եմ։ Քեզ 10 րոպե ժամանակ։ Չէի կարծում, որ հիվանդանոցի խոսակցությունից հետո դեռ պիտի զանգես։ Մի քանի բան կա հետդ պարզաբանելու։ Լավ կլինի հանդիպենք։ Ես չեմ ուզում քեզ հետ հանդիպել։ Ուրեմն ստիպված կլինես սենց հարցերից պատասխանել։ Տոնդ շատ կոպիտ ու սպառնալի չի։ Ինչ ես Արևիկի կողմն անցել։ Ես ոչ մեկի կողմն էլ չեմ անցել։ Լյուսի խնդրում եմ։ Ինձ ասա, ինչ գիտես։ Ես գիտեմ, որ ինչ-որ բան ես թաքցնում։ Եթե դու Արևիկի կողմն ես անցել, ուրեմն ինչ-որ շահ ունես, որից հետ սենց ես վարվում։ Ինձ քեզնով չչափես։ Լյուսի խնդրում եմ։ Ոչ մի բան մի խնդրի, հա Ձյաննա։ Քեզ զարմացրել այն փաստը, որ ես Արևիկի կողմն եմ, բայց ինչքան էլ դու ուզում ես տականք լինես, դու իմ քուժն ես մնում։ Բայց ես չեմ կարող քո նման ուրանամ ու ուրիշի կողմն անցնեմ։ Բայց դու այդպես վարվեցիր։ Հանգամանքները այդպես դասավորվեցին։ Ու ես հիմա ինչ շատ մեղավոր եմ զգում Արևիկի հետ կատարվածի համար։ Ինչու՞ ես քեզ մեղավոր զգում։ Դու մեղավոր չես նրանում, ինչ կատարվել է Արևի հետ։ Նա միշտ իր արժանին է ստանում ու երբեք չի հասկանում, որ պատժվում է իր արածների համար։ Ձյաննա, ես էլ լավ գիտեմ դու էլ, որ Արևիկը կյանքում ոչ մեկին վատություն չէր արել ու չի անի։ Իսկ ինչի եմ ես դժբախտ ու ում պատճառով։ Քո սեփական խելքի։ Ձյաննա, գոնե հիմա թող ատելությունը դու թշնամանքդ։ Գոնե այդ երեխեքի կողքը եղի։ Ես մի փոքր փորձեցի օգնեմ։ Որ գոնե մաքրեմ Արևիկի մոտ իմ ու քո խիղճը։ Բայց մարդ եղի, գնա այդ երեխեքի մոտ։ Աղբերդ վառվում էր ջերմության մեջ։ Մարդ եղի Ձյաննա։ Գոնե գնա ու մի անգամ տեստե ոնց է իրան զգում։ Ատում եմ, բոլորին ատում եմ։ Եկավ մեքենա։ Ես ոչ մի մեքենա էլ չեմ կանչել։ Լավ։ Ես գնում եմ։ Ես գնում։ Թող։ Բանալիները դուր գնում եմ։ Դուր ասեցի։ Գժվել ես։ Հա գժվել եմ։ Ոնց ես պատկերացնում այս ժամին ոնց ես դուրս գալու։ Շատ հանգիստ։ Բանալիները դուր։ Դե գնա։ Գնա տենան ոնց ես հասնելու միջև քաղաք։ Ինչ գելու գազան ասես կատուսը։ Դու քաղաք չես հասնի։ Ջելինի քեզնից գազան չի լինի։